Արդեն 4-րդ տարին անընդմեջ Լոնդոնում իր դռներն է բացում Անյա Հինդմարչի պաղպաղակի խանութը։ Սա իրականում ժամանակավոր խանութ է եւ գործում է բացառապես ամռանը։ Այստեղ վաճառվում են միայն արտասովոր համերով պաղպաղակներ, իսկ արտասովորներից են լոբու եւ կետչուպի համերը։ Այս տարի մտահղացման հեղինակները մի քանի նորամուծություն են մտածել։ Ներկայացրել են թթու դրած սոխի, ձիթապտղի յուղի, շոտլանդական զովացուցիչ ըմպելիքի եւ սրիրաչա կծու թանձրուկի համով պաղպաղակները։ Բացի այդ վերադարձել են ծովային աղի եւ վարսակի համով պաղպաղակները։ Այս մտահղացումը կյանքի է կոչվել 2021 թվականին եւ շատ արագ պարզ է դարձել, որ այն մեծ ժողովրդականություն է վայելում սառեցված աղանդերի էքսցենտրիկ եւ անսովոր համերի սիրահարների շրջանում։ Մեզ հաջողվել է վերադարձնել 3 պանրային պաղպաղակները, իսկ ծովային աղով պաղպաղակը բոլորի սիրելին է, այն նաև Անյան է սիրում։ Տարիների ընթացքում մենք ունեցել ենք ընկերություններ, որոնք դիմել են մեզ եւ ցանկացել համագործակցել։ Կարծում եմ, որ մեր խանութում շրջելիս կհամոզվեք դրանում։ Քոնորն ասում է, որ կան պաղպաղակներ, որոնք մեծամասնության սիրելին են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք հակասական արձագանքների են արժանացել։ Կան մարդիկ, որոնք շատ են սիրում օրինակ սուր համերով, ինչպիսիք են թթու դրած սոխի եւ սրիրաչայի թանձրուկի պաղպաղակները, սակայն մյուսները դրանք տանել չեն կարող։ Արտասովոր համերով պաղպաղակի այս խանութը Լոնդոնում բաց կլինի մինչև օգոստոսի 17-ը։ Բերլինի հազարավոր բնակիչներ եւ այցելուներ են հավաքվել վայելելու պարային ներկայացումները մշակույթների կարնավալի ընթացքում, որն անցկացվել է 27-րդ անգամ։ Մշակույթների կարնավալը Բերլինում անցկացվում է ամեն տարի 1996 թվականից ի վեր։ Այն երրորդյա փողոցային փառատոն է գունագեղ երթերով, որոնք ցուցադրում են Բերլինի բնակիչների տարբեր մշակույթները։ Մենք պաշտպանում ենք բազմազանությունը, կողմնակից ենք բազմաթիվ հանդիպումների միասնականության։ Մենք գործակցությունը պաշտպանողն ենք մեծ կոլեկտիվում։ Վերջի վերջո մենք Բերլինի կենթանի իրականությունն ենք։ Առաջին անգամ այս տարվա երթը տեղի է ունեցել քաղաքի արևելքում, Կրոյցբերգի արևմտյան թաղամասի փոխարեն։ Շքերթի նպատակն է համայնքներին տարածք տրամադրել ներկայացնելու իրենց մշակութային արմատները պարի, երաժշտության կամ արտահայտման այլ ձևերի միջոցով։ Կազմակերպիչների խոսքով այս տարի մշակույթների կարնավալին մասնակցել է մոտ 70 խումբ։ Չեխական Չեշկե Բուդեյովիցե քաղաքը նշել է իր 760-ամյակը տասնյակ հսկայական կտավներով, որոնք զարդարել են գլխավոր հրապարակը։ Միջոցառման կազմակերպիչ Կարոլինա Ռաաբովայի խոսքով, «Իմ քաղաքի պատկերը» նախագծին մասնակցել են 100-ից ավելի տեղական խմբեր եւ համայնքներ, նկարելով տասնյակ քառակուսի մետր կտավների վրա իրենց աշխատանքները ցուցադրելու համար։ Այսօր մենք հրապարակում ներկայացնում ենք «Իմ քաղաքի պատկերը» միջոցառումը, որին մասնակցել են 100-ից ավելի տեղական համայնքներ, ասոցիացիաներ եւ կազմակերպություններ, որոնք միասին ստեղծել են այս հսկա աշխատանքը եւ իրենց գործունեությունը կներկայացնեն քաղաքին։ Տեղացիները տեղադրել են արվեստի գունագեղ գործեր, որոնք ծածկել են մոտ 6400 քառակուսի մետր տարածք, նշելու քաղաքի հիմնադրման տարեդարձը 1265 թվականի Բոհեմիայի թագավոր Օտոկար II կողմից։ Պրահայից մոտ 120 կիլոմետր հարավ գտնվող քաղաքը պատրաստվում է 2028 թվականին ստանալ Եվրոպայի մշակույթի մայրաքաղաքի տիտղոսը։ Պերուի Կուսկո դեպարտամենտի բնիկ Քեչուա համայնքի ամենամյա ավանդույթի համաձայն աշխատել են վերակառուցելու քեսվաչական երկրի վերջին պահպանված ինկերի կամուրջը, օգտագործելով դարեր շարունակ պահպանված ավանդական տեխնիկան։ Տեղացիները հավաքվել են խոտից պարաններ պատրաստելու, որոնք օգտագործվում են ծովի մակարդակից 3700 մետր բարձր գտնվող Ապուրի Մակ գետի վրա կախված 30 մետր երկարությամբ կախովի կամուրջը վերականգնելու համար։ Կեհուե համայնքում գտնվող կառույցն ինկերի ճարտարագիտության անփոփոխ օրինակ է։ Պերուի կառավարության զբոսաշրջության խորհրդի տվյալով քեսվաչական կամուրջը պատմականորեն ինկերի կառուցած ճանապարհների ավելի լայն համակարգի մաս է եղել Անդերի համայնքները կապելու համար։ Մենք միշտ հպարտանում ենք ինկերի այս կամրջով, որը միշտ ճանաչվել է ազգային եւ համաշխարհային մակարդակով։ Այն մեր մշակութային ժառանգությունն է մարդկությանը։ Այս կամուրջ այցելում են այլ երկրներից, նկատի ունեմ բոլորը։ Այստեղ զբոսաշրջիկներ են գալիս ամբողջ աշխարհից։ Մենք հպարտանում ենք ինկերի այս կամրջով։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամրջի ամենամյա վերանորոգման հետ կապված գիտելիքը, տեխնիկան եւ ծեսերը ճանաչել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս։
1995 թվականի հունիսին Գերմանիայի խորհրդարանի շենքը Ռայխստագը ծածկվել է արծաթե գործվածքով։ Այժմ 30 տարի անց պրոյեկցիան կրկին ցուցադրել է այսպես կոչված փաթաթված Ռայխստագը, նշելու նկարիչներ Քրիստոյի եւ Ժաննա Կլոդի ստեղծած արվեստի ինստալացիայի տարեդարձը։ 12 գիշեր շենքը կլուսավորվի արծաթե գործվածքով փաթաթված շենքի պատկերով, ինչպես այն եղել էր 30 տարի առաջ։ Միջոցառման ներկաների մի մասը բավականին տարեց են եղել հիշելու համար, թե ինչպես է այն անցկացվել 30 տարի առաջ։ Մի մասն էլ բավականին փոքր են եղել այն ժամանակ, դրա համար շատ մանրամասներ չեն կարող հիշել։ Սակայն բոլորն էլ համակարծիք են, որ այս իրադարձությունը կարող է դարձյալ միավորել մարդկանց, ինչպես եղել է 30 տարի առաջ։ Այն ժամանակ արվեստի նախագիծը գտնվում էր վերամիավորված Գերմանիայի եւ պատի փլուզման ստվերում, որը գրեթե 30 տարի ներկա էր Բերլինի բնակիչների առօրյա կյանքում։ Նկարիչներ Քրիստո եւ Ժաննա Կլոդ զույգը տեղադրման գաղափար ունեցել է 1971 թվականին, սակայն նախագծի իրականացման համար պահանջվել է 24 տարի, որը Գերմանիայի խորհրդարանում քվեարկության է հանվել 70 րոպե տևած բանավեճից հետո։ 1995 թվականին նրանք 2 շաբաթ շարունակ շենքի շուրջ փաթաթել են 100,000 քառակուսի մետր արծաթե գործվածք եւ 15.6 կիլոմետր կապույտ պարան, 120 տեղադրման աշխատողի եւ 90 պրոֆեսիոնալ լեռնագնացի օգնությամբ։ Այդ պահին Ռայխստագը չէր օգտագործվում որպես խորհրդարանի շենք 1933 թվականի այնտեղ վռնդված հրդեհից ի վեր։ Արևելյան Գերմանիայի արևմտյան Բերլինում գտնվելու պատճառով այն չէր կարող օգտագործվել որպես խորհրդարանական շենք նույնիսկ 1950-ականներին վերականգնումից հետո եւ կրկին օգտագործվել է որպես Գերմանիայի խորհրդարան միայն 1999 թվականի վերամիավորումից գրեթե 1 տասնամյակ անց։ Քրիստոն եւ Ժաննա Կլոդը հայտնի են եղել իրենց ժամանակավոր ինստալացիաներով, որոնք արվել են տեսարժան շենքերի, կամուրջների եւ բացօթյա տարածքների արտաքին պատերի վրա։ Նիգերիայի հարավարևմտյան Օգուն նահանգում անցկացվող ամենամյա Օջուդե Օբա փառատոնը կենսուրախտոնակատարություն է, որի ժամանակ գունագեղ հագուստով մարդիկ պարում են, թմբուկ նվագում, ձիավարության մասնակցում։ Լինում են տարիքային տարբեր խմբերի մասնակիցներ, մարդիկ փառատոնին ընտանիքներով են գալիս։ Օջուդե Օբան, որը նշանակում է թագավորի արքունիք, ծագել է 19-րդ դարում, երբ մուսուլման հավատացյալները հավաքվել են Իջեբուլանդի թագավորական մեծությանը պատվելու համար։ Այս շքեղ փառատոնն ընդգծում է Իջեբու ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը եւ նրանց նվիրվածությունն իրենց ավանդույթները պահպանելուն եւ տոնելուն։ Իրականում այս փառատոնը հանրահռչակվել է անցած տարի սոցիալական ցանցերի միջոցով, երբ շքեղ հագնված մասնակիցների լուսանկարները հայտնվել են համացանցում։ Օջուդե Օբա փառատոնը մշակույթի, նորաձևության, հմայքի, գեղեցկության, ուտելիքի եւ թագավորական ընտանիքի մեկօրյա տոնակատարություն է, որը գրավում է հազարավոր մասնակիցների։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, Օջուդե Օբա փառատոնում։ Սա գույների տոն է։ Այստեղ այնքան շատ ավանդույթների, այնքան շատ մշակույթի կարող ես հանդիպել։ Անչափ հուզված եմ ու ոգևորված։ Այս տարվա միջոցառման ժամանակ անցկացվել են տարբեր ընտանիքների կողմից ձիավարության մրցումներ, մշակութային պարեր եւ տարբեր արվեստագետների երաժշտական ներկայացումներ։ Փառատոնը ծառայում է որպես վառ հարգանքի տուրք Իջեբու ժողովրդի ավանդույթներին, խթանելով միասնությունը եւ տնտեսական աճը, միաժամանակ պահպանելով նրանց մշակութային ժառանգությունն ապագա սերունդների համար։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։